Դու պարտավոր ես լսել այսօր։ Լսի, մարդիկ տեսնում են միայն քո կայացրած որոշումները, բայց նրանք երբեք չեն տեսնում այն ընտրությունը, որը դու ես ունեցել։ Նրանք երբեք չեն տեսել, թե դու ինչի միջով ես անցել ու ինչից ես դուրս պրծել, որպեսզի կայացնես այդ որոշումը։ Ուստի նա, ով չի եղել քո քաշի մեջ, իրավունք չունի դատել քեզ։ Առավել ևս քո ընտրության ու քո որոշման մասին։ Նրանք չեն զգացել քո ցավը, նրանք չեն եղել այն խաշմերգում, որտեղ եղել ես դու։ Ուրիշի ընտրությունը դատելը միշտ հեշտ է։ Դա նման է ափին կանգնելուն անվտանգության մեջ լինելով և խեղդվողին գոռալուն, թե որ ուղղությամբ է ավելի լավ լողալ։ Բայց միայն խեղդվողը գիտի այնտեղ մոտավորապես ինչ խորություն է, ինչ հոսանք կա, թե իրեն որ կողմ է քշում, ինչքան է իրեն ուժ մնացել լողալու համար, և որ ուղղությունն է իրեն ավելի լավ լողալ հաստատ փրկվելու համար։ Դրա համար թքած ունեցի բոլոր քեզ դատողների վրա, բոլոր նրանց վրա, ովքեր իրենց սրբի տեղ են դնում, նրանց վրա, ովքեր կարծում են, թե իրենց համար արդեն տեղ կա ամրագրված դրախտում, ովքեր աշխարհի ամենաճիշտ մարդիկն են և գիտեն ամենաճիշտ որոշումը։ Ընդհանրապես, երբեք մի լսեք նրանց, ովքեր չեն եղել ձեր տեղում։ Նրանք չեն կարող իմանալ, թե ինչ է նշանակում լինել ձեր տեղում։ Դրա համար մի դատեք, որ չդատվեք։ Եվ դու պարտավոր չես ինչ-որ մեկի կողմից հասկացված լինել, բայց դու պարտավոր ես հավատարիմ լինել ինքդ քեզ։ Միշտ հավատարիմ եղիր ինքդ քեզ, նույնիսկ եթե ինչ-որ մեկը քեզ չի հասկանում։ Բաժանորդագրվեք։